Աստված բոլորիդ օրհնի։ Ուղղակի լսելու գործը շատ դժվար գործ է, չէ՞։ Բայց կխնդրե Տիրոջը, որ ձեզ օրհներ, դուք էլ խնդրեք, որ Աստված ձեզ օրհնի, կարողանաք մեզ հետ միասին լսենք Աստծո խոսքը։ Ուրեմն կարևոր մի հատված կա, շատ ժամանակ մարդիկ լսում են Աստծո խոսքը եւ մեկ էլ անցնում ժամանակ մոռանում են։ Կամ էլ ճիշտ է լսում են ավետարանից, բայց ժամանակների մեջ, ինչպես ինքը Տերն էլ զգուշացրեց, առաքյալները զգուշացրեցին, Տիրոջ մարգարեները, որ անպայման հարձակում կլինի, բայց մի պատճառ կա, Տերը ասում է, հարձակումը պետք է լինի, որ ընտիր լինողները Երևան։ Այսինքն պետք է գա այդ հակառակությունը, որ ընտիր լինողները բացահայտվեն, որովհետև Տերը չի ուզում ամեն վիճակի մարդ, հենց ոնց որ քաոս վիճակով կամ կիսա ապաշխարած մարդկանց տանի երկինք, այլ Տերը ուզում է կատարյալ լինի, որովհետև հավիտյանական գործ է, այնտեղ Տերը չի նորից դնի ժողովրդին ազատագրի մահից կամ մեղքից կամ տարբեր չարություններից, այլ պատրաստի ժողովուրդ է ուզում եւ հետաքրքիր է Տիրոջ գործը, երբ որ գիտեք առաջին տաճարը շիվում էր, թեկուզ Մովսեսի ձեռքով վրանների տաճարը, հետո Սողոմոնի ձեռքով քարեղենը նույնն էր, ուղղակի այդ վրաններում էր, Սողոմոնը քարից շինեց եւ նույն դետալները, առաջին պաշտամունքի դետալները տեղավորեց քարե շինվածքի մեջ, բայց նույնն էր, այսինքն դետալները, պաշտամունքի առարկաները նույնն են, ուղղակի պատերը փոխվեցին եւ երբ որ թե առաջինը, թե երկրորդը, այսինքն թե վրաններով գործված, ասենք, այդ պատերը գործվում էին առանձին տեղ, հիշում եք, որ բերում էին ինչ-որ մատերիալ, պետք է հանձնարարում էին վարպետներին կամ այն կանանցը, որոնք կարողանում էին լավ նկարեն, գործեն, սարքեն, հետո բերում էին այն տեղը, որտեղ որ պետք է հավաքվեր այդ պաշտամունքի տեղը, այսինքն վրանը։ Նմանապես քարեղեն տաճարը, երբ որ պետք է սարքվեր, հիմա մենք տեսնում ենք, չէ՞ որ ինչ է կատարում հիմնականում, նույն տեղում ավերակ, կեղտոտ, թափված, փորված, բայց մեկ էլ տեսնում ես, վերջում կառույցը մաքրում է, բայց Տիրոջ տաճարի շինությունը այդպես չէր։ Ուրիշ տեղ, ամեն գործը անում էին ուրիշ տեղ, պատրաստի քարերը բերում էին, որտեղ որ պետք էր, արդեն այդտեղ հավաքվում էր, անգամ ասում է գործիքի ձայն չէր լսվում։ Սուս-փուս դրում էին, նմանապես Տերը որոշել է, այս երկրի վրա պատրաստի իր տաճարի քարերը, որ մարդիկ են, որ դուք եք, ամեն աղաղակ, աղմուկ, լաց, ամենը վերջանաց տեղ։ Իսկ երկինքում պետք է հավաքվի, արդեն ոչ թե մշակվեն հավաքվեն, այլ մշակվածները հավաքվեն, որպես Տիրոջ տաճար, վերջնական։ Դրա համար մենք պետք է հոժարվենք։ Տերը մեզանից ավելի շատ է մեզ սիրում, մեզանից ավելի շատ է մեզ խղճում, ավելի շատ է Տերը մեզանից ավելի շատ է մեր լավը ուզում։ Մենք ինչ էլ որ խնդրենք Տերը խղճային կամ սենց արա, ճիշտ է, մարգարեներն են խնդրել, բայց վերջո եկել ենք մի համոզմունքի, որ Տերը մեզանից ավելի շատ է մեզ խղճում։ Որ մենք ասենք Տերը խղճա, Տերը խղճում է։ Եվ դրա համար Տերը ինչ որ ժամանակ մեզ թողնում է, այո, այս մշակվելու ընթացքով անցնենք, որ արատ չունենանք, չէ՞ դենց ասում, որ չունենանք որևէ
բիծ կամ արատ, չէ, Տերը իր առջև անբիծ անարատ պետք է կանգնեցնի իր եկեղեցին, ասում է։ Մենք պետք է վստահենք այս ասածներին, հնարավոր է շատերը չվստահեն իրենց վնասն է, ինչ պետք է անես, եթե մեկը սրտած չթունի, ինչ ուզում ես արա, եղել է ժամանակ, որ մարդը նեղվում է, բարկացած է խոսում իր օգուտի համար, փոխանակ ինքը ընդունել հակառակ ազդեցություն է տեղի ունենում, ավելի է սրվում, ավելի է վատանում, կարծում եմ, թե իրեն չեն սիրում կամ վատ է վերաբերվում։ Դրա համար պետք է ասվի, Տերը մեզ սովորեցնում է կամաց ասա ու էլ մի շարունակի։ Քանի անգամ որ թույլատրված է Տիրոջ կողմից, այդքան անգամ ասա ու մի շարունակի։ Միևնույն է անօգուտ է չես կարող օգնել նրան։ Վերջացավ։ Բայց դա հաստատ որ դրան չհասնի որևէ մեկի կյանքում։ Ուրեմն Տերը մեզ կանչել է կատարելության, ինչու եմ ասում, որ մենք պետք է մշակվենք, նաև ոչ թե միայն մշակվենք, մենք լինենք մարդ նախ։ Մեկը իրեն շատ վատ է պահում, մեկը չէ շատերը կան, ես մեկի մասին եմ խոսում, երեկ, այսօր, աղոթք եմ արել նրա համար, ասեմ, Տեր, ես մարդուն մարդ դարձնա, գոնե մարդ դառնա, հələ չեմ ասում փրկված, չեմ ասում ապաշխարած, գոնե մարդ լինի, մարդու հատկություն չկա, գազան, անհասկացող, վնասակար, որ օձերի կարիճների բնավորություն ունենա։ Տեր գոնե ես անձնավորության մարդ դարձա խնդրում, հետո նոր սկսենք ապաշխարության մասին խոսենք սա հետ, չի հասկանում, ընդհանրապես ինչ բառ ասես ինքը հարձակվում է։ Տերը օրհնի ձեզ, որ դուք էլ իմաստ ունենաք, որ իհարկե չվնասվեք նման մարդկանցից, շատերի լավ ուզում ենք, մեկը տեսնում ենք վնասվեցինք։ Դրա համար տեղ կար, որ Պողոս առաքյալը ասում էր, այստեղ լուռ անցի, մի խոսա։ Չասում է, երբ որ Ասիայով անցնում էր, Սուրբ Հոգին ասեց, ոչ մեկ է չխոսաս, լուռ անցի գնա։ Ուրեմն նմանապես, այո, այդ ժամանակներում ավելի վատ, ասենց ասած ժամանակաշրջան է սա։ Եվ Տերը ուզում է մենք լինենք մարդ, որ ասեցի, լինենք մարդ, նախ գոնե սովորական մարդ, հետո Աստծուն ընդունող մարդ, հետո որ կարողանանք քննենք այս գրվածքները, հետաքրքիր Տերը դասեր է տալիս մեզ, ուրեմն մենք պետք է քննենք, անգամ Սուրբ գրքի համար Տեր Հիսուս ասում է ամեն բան քննեք, բարին ամուր բռնեք։ Սուրբ գրքից սկսվում է, շրջապատից վերջանում է։ Սուրբ գրքից ամեն ինչ կա գրած, լավ վատ։ Շատերը չեն հասկանում, ուզում են Սուրբ գրքի վրա բիծ գցեն, մանավանդ մուսուլմանությունից եղողները ասում են, այդ ինչ ձևի Սուրբ գրքա, որ մեջը շնության մասին էլ է գրած, գողության մասին է գրած, չգիտեմ ինչ է, մարդասպանություններ է գրած։ Այո, մենք ասում ենք կատարյալ գիրք է, որտեղ ամեն ինչ որ մարդու կյանքում, ինչ անց ու դարձ կա, զգացում կա, փորձառություն կա, ամենը Սուրբ գրքի մեջ հստանով է այդ կատարյալ։ Ոչ թե որ մենք ասում ենք կատարյալ է, իբր թե միայն Սուրբ բաներ են գրած, ամեն ինչ գրած է, մարդու ամբողջ պատկերն է այնտեղ նկարագրված, ոչ թե մարդու միայն այլ հրեշտակներն էլ Աստծուն էլ։ Սրանով է կատարյալ, բան չկա, որ գրած չլինի։ Ինչ որ մարդու կյանքում կատարվում է կամ Աստծո գործերի մեջ կամ հրեշտակների։ Կարճ է գրած շատ բաներ, հետո ես հասկանում,
երկու բառ, բայց մի մեծ հայտնություն, նման բաներ ես քանի օրը հանդիպել եմ, ընդհանրապես երկու խոսք, երկու բառ անգամ, կամ երեք, բայց մի ամբողջ գիրք կարելի է գրել, եթե մարդը կամենա, բայց այդքան էլ հեշտ չի գրելը, վտանգավոր է, որ չծռենք, բայց ինչ-որ բան կարաս ասես։ Եվ Տերը, որ ասեցի, հələ դրսին չեմ ասնում, գրքի ներսն եմ ասնում։ Ամեն բան քննեք, բարին ամուր բռնեք։ Քննում ենք, մեկը տեսնում ենք Տիրոջ սուրբ օրենքների մեջ գրած է։ Չէ, միայն քո Տեր Աստծով երթվի։ 5 տականում այդպես գրած է։ Դա ոչ թե մեղք է, շատ ժանակ մարդիկ, որ նոր են եկել հավատքի, շատ ասում, վայ, այսօր մեղք գործեցի, երթվեցի։ Այո, կա մեղք, երթվելը որ մեղք է, բայց ճիշտ երթումը թույլատրված է 5 տականում միայն Աստծով երթվես։ Աստված ինքը երթվել է։ Երթվելը ինքնին մեղք չի, որտեղ եթե մեղք լիներ, Աստված էլ չէր կատարի։ Բայց նոր կտականում Տերը ավետարանով մեզ լավություն արեց, ասում ոչ մի բանով մի երթվի, այո կամ ոչ, այո լինի, ոչ ոչ, որտեղ շատ բաներ մենք համոզված ենք, հնա ասում ենք այսպես, մեկի պարզվում է, որ այդպես չէր։ Պատկերացրեք, որ հանկարծ երթված լինեինք։ Մեծ պատիժ ենք կրելու, որտեղ երթումը միայն Աստծո պետք է լինի, Աստծո անունը զուր տեղը եւ սուտ տեղը օգտագործեցինք։ Պատկերացնում եք, ինչ պատիժ պետք է բերենք մեզ վրա, Տերն էլ ասում է, որպեսզի պատիժի տակ չէ, դրանց ավելի չարը շատ ժանակ ուզում է քեզ երթմցնի, որպեսզի դու խախտում անես ու դատապարտվես։ Ոնց է Ադամի Եվային, չէ, բացահայտեց գաղտնիքը, չգիտեր ինչա, բացահայտեց մարդու միջոցով պատվիրանը եւ պատվիրանը զանց արեց։ Նմանապես էլ արդեն չարին հայտնի է երթման սրբությունը։ Դրա համար ուզում եմ սրբության խախտում կատարվի, որ մենք դատապարտվենք։ Դրա համար Տերը ասում է՝ մի երթվեք։ Չպետք է երթվես, մեկ։ Բայց մենք հակառակ այդ պատկերը տեսնենք Սուրբ գրքի մեջ մի գիրք կա։ Ասենք երկերկոց գիրքը, չէ՞։ Տեսնում ես Սողոմոնը երթվում է միշտ գեղեցիկ չասեմ, եղավարը ասեմ նոր գեղեցիկ, էծերով, կազորներով, ասինքն այծերով, այծամներով, այդ որտեղ է քեզ թույլ տվեց Սողոմոն, որ դու դրանով երթվես, չէ՞ որ գրած է միայն քո Տեր Աստծով երթվի, ես ինչ ես անում Սողոմոն։ Եվ սա հենց վկայում են մասին, որ իր ծերության ժամանակ Սողոմոնը ընկավ։ Թողեց Աստծուն։ Գրած է, ոչ թե միայն գրված է թողեց Աստծուն, այլ նա թողած լինելու գործն էլ նկարագրեց Սուրբ գրքի մեջ։ Եվ երկերկոցը գրվեց ոչ թե մենք դրանից ինչ-որ հատուկ բաներ սովորենք, այլ սա Տիրոջ վկայությունը հաստատի, որ նա թողած էր Աստծուն եւ մենք նրանից ոչինչ չունենք սովորելու այդ գրքից։ Շենց ասած, սիրած պահենք, երթվենք այծերով, հետո իրար գովանք, տղեն ու աղջիկ իրար գովանեն, դրան գովային, հալում աշլնի, դրանով են, նրանով հալում աշլնի, բայց սա վկայություն էր, այո, մի գրքով, ամբողջ գրքով անգամ վկայություն էր, լավ, թեկուզ փոքր գրքով, գրքույկով, սենց ասենք, ժողովով, կներեք, երկերկոցով, որ Սուրբգիրքը ճիշտ է վկայում, որ Սողոմոնը թողեց Աստծուն։ Նաև շատ բաներ կան, որ մենք ասում ենք, կան սատանայի խոսք, կա մարդու խոսք, կա չար մարդու խոսք, բարի մարդու խոսք, կա նաև Աստծո խոսք։ Քննելը շարունակում է, որ մենք իմանանք, որն է Աստծո խոսքի հետ բռնենք։ Կամ էլ գալիս է գործ կառաքելոցը, մենք տեսնում ենք ինչ է կատարվում։ Հավաքվել են առաքյալներ, հավաքվել են հովիվներ, եպիսկոպոսներ, եկեղեցու առաջնորդներ եւ Պետրոսին մեղադրում է, որ հեթանոս մարդու տուն գնացիր,
եւ նրանց հետ հաց կերար, անգամ մկրտեցի ջրով։ Հանցանք որպես Պետրոսին նախատում էին, Պետրոսին իր հետ 6 հոգի վկա էր անչել, որ այսպես Աստված տեսիլք են Կորնելիոսին էլ ցույց տվել, ինձ էլ ցույց տվեց, 6 հոգի հետ եկան, խոսում էին, Սուրբ Հոգով Տերն նրանց մկրտեց, որ մկրտողը Պետրոսը չէր։ Եթե մի բան Տերը անում է, ես ով եմ որ հակառակվեմ։ Չէ, մանրամասն չեմ գանում։ Այսինքն մենք տեսնում ենք Սուրբ գրքում կա հատվածներ, անգամ լուրջ մարդիկ սխալվում են եւ Տեր ասում է քննիր բարին ամուր բռնիր։ Նրան լսիր որ ճիշտ է ասում։ Մեկ ասում է միջև չթրպատվեն չեն փրկվի։ Մյուսը ասում է չէ պետք է օրենք ես կետը պահեն որ փրկվեն են, կետը պահեն են, պահեն որ փրկվեն։ Բայց փրկությունը, արդարացումը, սրբացումը, ամեն վերստի ծնունդը, ամենը կատարվում է հավատքով։ Հետո երկու տեսագործ կա, հավատքի գործ, կա օրենքի գործ։ Շատերը օրենքի գործն էին առաջ քաշում, որ մարդիկ իբր արդարանան։ Մեկ էլ հայտնվում է, տեսնում ենք Սուրբ գրքի մեջ մի գրքույկ Աստվածաշնչի մեջ, որը մարդկանց մղում է օրենքով արդարանալու։ Հետո դուք ճոգեք։ Կա, կարդաք հասկանաք, որ գիրքն է, ոնց ասեցի, ես լավություն արի, որ երկրոցի տեղն ասեցի, դրա տեղն էլ հետո կիմանաք։ Մարդիկ շատերը ընդունում են որպես շնորհքի գիրք, բայց դա շնորհք չկա, օրենքի գիրք է։ Օրենք, ոչ Տիրոջ խաչկայի մարդու մոտ գրած, ոչ փրկության մասին է գրում, ոչ մեղքերի թողության մասին է գրում, ոչ Քրիստոսի մասին մեկնություններ ունի, փառաբանություն ունի, ոչ մի բան, միայն Այս կատարեք, այն կատարեք, այն կատարեք, այն կատարեք, այս չկատարեք, այն չկատարեք, որ փրկվեք, որ արդանաք, որ ես լինեք, որ են լինեք։ Մարդիկ էլ կարդում են որպես թե ավետարան։ Ոչ ավետարան, ավետարանի մեջ։ Պատկերացնում եք, ոնց այդ գործ կառաքելուց հատուկ պահ կար։ Որ խոսում են մարդիկ ոչ ավետարան, ավետարանի ժամանակաշրջանում, ավետարանի մեջ էլ գրանցված է։ Դերը դիտմամբ է գրանցել տել, որպեսզի մենք կարողանանք մարդ դառնանք։ Գոնե մտածենք, քննենք, հասկանանք։ Այն էլ ավելին հոգևոր մարդ դառնանք։ Ոչ թե ռոբոտի նման ինչ լսեք ամեն այո, սխալին այո ենք ասում միտեղ հրավիրել են ինձ մի եկեղեցում Այդ օրը գնացի փաստորեն պարզվեց ոչ թե միայն ինձ են կանչել, տարբեր տեղերից էլ մարդիկ էին կանչել։ Մեկը հելավ խոսեց Աստծո շնորհքի մասին։ Աստծո շնորհքի մասին, որ հավատքով է փրկությունը, հավատքով է սրբությունը, օրենքով չի, օրենք կատարելով չես կարող, օրենքի Համեմատ դուրս չունես, եթե շնորհքը հանենք, դու չես կարող օրենք պահես։ Պողոսի այդ խոսքեր ասեց, որ հավանում եմ, չեմ կարող անեմ, որտեղ մեջ մի ուրիշ օրենք կա։ Ոչ թե միայն Աստծո օրենք կա, ոչ թե սովորական օրենք, այլ կա մեղքի օրենք, բացահայտում է Պողոսը։ Ժողովուրդը նստած ամեն, ալելույա, փառքասություն, ամեն։ Մեկ իրանց հետո անմիջապես մի հոգել դուրս եկավ, քարոզեց, որ օրենքով է փրկությունը։ Ու սենց էր պնդում, ասում էր, խի Աստված չգիտեր, որ օրենքով փրկություն չկա, եթե այդպես չէր, ինչի պետք է օրենք տար։ Ինք իրա չիմանալը դրեց, հա, ժողովուրդը նորից ալելույա, ամեն, ասես քեզ ժողովուրդ։ Ճիշտ իրար հակառակ խոսում են, երկուսին էլ ամեն են ասում, բայց դե չպետք է լինի մարդը, այսօր շատ է, ես թեկուզ հեչ տեղ չնի Հայաստանի մակարդակում շատ են հենց այդպես բոլորին ոչ թե ուզում են Աստծուն հաճո լինեն, ուզում են մարդկանց հաճո լինեն, բայց սա անեսք է բերում, գիտեք, ասում Քրիստոսից կզրկվում եմ, նրանց ծառա չեմ կարող լինել, եթե մարդկանց եմ ուզում հաճո լինեմ, ուրեմն
նոր ասել ենք սրա մասին, շատ ենք ասել, բայց նորից ուզում եմ ավելի ուշադրություն դարձնել, գուցե նորության նման լինի։ Գիտեք, չէ՞ որ եկեղեցում ամենքը չէ որ պետք է երկինք մտնեն։ Հա? Այս որ ասում շատ երկա եկեղեցուց կարող է երկինք չգնան, ամենք ասում, «Էդի ես չեմ ով ուզում ալնի»։ Բա որ ես դու ելար։ Ես դու եղար, ինչ ես անելու հետո, ուշ կնե հետո։ Հիմա պետք է մենք քննենք, քննություն, ասած ասած քննելու հնարավորություն տվողի պետք է դուք լսեք, հարգեք։ Տերն է ասում, որ հնարավորություն է տալիս, ուրիշ տեղերի վրա ձեր միտքեր չի թռի-վռի անցկացնում։ Եկեք ժողովի տարբեր բաներով զբաղվեք, բայց ինքնակնության հնարավորություն չտրվի մարդկանց։ Որ մարդիկ կան եկեղեցում չեն մնալու։ Աստծո որդիներ կան, որ կորուստ կգնան։ Աստծո որդիներ կան, որ երկնքում ժառանգություն չեն ստանա։ Աստված ասում հոգու գրավը տվեց։ Չէ՞, Սուրբ Հոգու մկրտությունը։ Ոմանք դեռ գրավը չունեն։ Ոյ քեզ բան։ Բա ինչ ես արչիականջում քնե։ Հենց խոսում եք նոր հիշում են, վայ պետք է մկրտվել, եղբայր ջանի մամար աղոտ կարա, եղբայր ջանի մամար աղոտ կարա։ Այդ նոր հիշեցիր։ Մեկ է կմոռանա հաջորդ անգամ։ Գնա հոգս արա, Աստուն աղաղակի, խնդրի, ծարավի։ Չէ՞ որ պատկերացրեք գնում ենք ասենք կամ բանկը, լավ, սենց ասենք, կես կանչելա, ասում է, դուր փողս, հա, դել ասում ես, ինչ-որ գրավ եմ տվել հլը դուր, հա, ես է փողատ տամ, մտ դու գնում ես, ասո դրները ուզում ես, ժառանգություն ես ուզում, աստոց ասում մի հատ հլը են գրավը ծույս դուր, ուրա գրավըտ, Չէ՞ ժառանգորդներին գրավ է տրված, ժառանգության գրավ, Սուրբ Հոգու մկրտություն է եղել, դու մկրտված ես, ինչ ես ասելու, առանց գրավի գնացել ես ինչ ժառանգություն ստանալու, ես պատահական է, այդքան անգամ գրված, հլա ավելին ասեմ, ոմանք են ժառանգության գրավ ունենալով հանդերձ, մեկ էլ ձեռներից կառնվի ժառանգությունը չեն ստանա, որտև չեք ապրել ժառանգորդի կյանքով, չեք ապրել ժառանգորդի վարքի համեմատ, սուտը խոսացել ես, զապարտել ես, մարդը հաճոց ձեցել լինես, հենց որ մի եղբայր խոսում է ինչ-որ մի բան, Բա ես կան ես էլ հլի իմը պատմեն, անպաման, գիտես թե ես որ դու այդ պայնքոնը չպատմես, գիտես թե կորելու ես, անո դե սպաս թոյնք իրա պատմություն անի, հետո պետք իրա դու պատմի, չէ մի պատմի, հպարտ, ասի գիտի հպարտության մի հատ, ցուցամոլության մի հատ ճուղա, բայց շատերը չեն զգում, հենց մի պատմություն ես զգում անես, անմիջապես գիտե իրան նավ, սկսում անել, հլը սպասի կավ այդ պատմության հետ մի հատ բան կա ասելու, այն մարդիկ իրաց պատմությունը, երբ որ Պողոս Առաքյալը գնաց կամ մեկ էր գնաց, սկսեցին Տերը սենց մեր հայրերի հետ խոսած, սենց արեց կամ այս բժշկողին տեսնում եք, կույրեր, Աստված, նրան հիսի հավատքով աշկ տվեց, կամ ոտ տվեց, կամ ձեռ տվեց, ասին այս հիվանդի բժշկությունը պատճառը, որ անցնեն ավետանի, փրկության ավետան պատմեն, բժշկություն պատմել է, փրկություն չի, փրկության ավետան չի, բայց նրանք նպաստում են բժշկությունը, որ ավետանին բերեն մարդկանց, որ ես ինչը բժշկվեց, ինչը,
Պատկերացա մի մարդ մի հատ հիվանդի է օրինակ բերում, մենք գնացինք մի տեղ, sense մի հատ հիվանդ կար, աղոտ քարեցինք, Տերը բժշկեց, մեկ էլ ես միսը, սպաս ես էլ պատմում, մի գյուղ էլ ես եմ գնացել աղոտ քան, դե ժամանակը կերանն էլ ավետարան պատմելու ժամանակ չէ լավ, այնպես երբ որ մեկ է սկսել մի բան պատմել, ուրեմն նպատակ կար, ուր եք խանգարում։ Չէ՞ թող այդ մարդը խոսքը վերջացնի, դրանք ուր ա ուզում տանի այս պատմությունը։ Իրենք գիտեն գլուխ գովալու համար ամենակ ընդ որ իմ աղոթքով էլ է բժշկություն եղել, գիտես։ Իմ երեխան էլ է մի օր սենց ասել, իմ ամուսինս ասել, իմ կնիկս ասել, իմ չգիտեմ ծանոթս ասել։ Զգուշ եք, խանգարում ենք մենք մեկ ավետարան սենց ներկայացնողներին։ Չենք թողնում, որ ինքը միտքը ավարտի, որ կողերները շինություն ստանան, փրկություն ստանան։ Մենք էլ պատմում ենք, մի հատ դպրոցան երրորդը ժամանակն ծով չի։ Մարդիկ այդքան չեն կարող սպասեն։ Թվում խոնար պետք է լինեն։ Կամ պատկերացնում եք միտեղ խոսում եմ ավետարանը դուրս հավաքված, ինձ էլ արդեն 1-2 ճանաչելով մոտից խոսում եմ, սենց հավաքվել են շատ մարդիկ։ Մեկ է տեսա մարդիկ սենց կզավ փախնում են ոմանք։ Ասում ինչ էր ամեն տեսնում ինչ որ եկեղեցուց մարդիկ են գլխաշորին հավատարիմ քույրիկները ամենք իրար պայսակում 5-6 հատ գլխաշոր ապահան եկել ես խոսում եմ իրանք մարդկանց գլխից ես գլխաշոր են պատմում մարդիկ վախենում են սենց անում գիտես բան ինչա իրանց գլխին դեն իբր քույրիկ չան չի կարելի ավետան առանց գլխաշորի պահ լսել ինչ քույրիկ նոր այդ մարդը եկել է ավետանա լսում ինչ ես խանգարում փախցրին մարդկանց չարի գործ արեցին իբր թե գլխաշոր են փատնա որ մարդը ավետան լսի ո՞վ է քեզ թույլ տվե կամ եղբայրը այնտեղ խոսում է մարդկանց հետ աստծո ծառա մանավանդ ավետանիչ կամ որևէ մեկը գիտես որոշ քույրեր խառնում են ասպատություն այ քույր ջան լուր մնա սուր գիրք ասում ուր ես ձենդ բարձր դու քոնը պատմում որ իբր թե կարող ավելի լավ բան պատմես հա արդեն քո վարմունք երեմա որ դու լավ բան չես կարող պատմես խանգարում ես ավետանչությանը Թվում անենց ապրեք որ չկորցնեք ձեր ձեռք բերածը հակառակ մենք պետք է ավելացնենք բայց ես դեմ կարդալ լուշացում դարձեք այո մարդիկ կլնեն անգամ ջրով մկրտված հոգով մկրտված կկորցնեն չհավատակ են ստախոսներին որ ասում են եթե մեկը բավականա վերստից ծվավ այդ վերջ կորուստ չունի խափում են սուբիկ ես ասում կորուստ ունի կարդա մի քանի տեղ հետո անցնենք հաճույքն թղթից մի երկու տեղ կարդանք ուրեմն առաջին Կորինթացի 3-րդ գլխից եմ ուզում կարդալ ասում Աստծո շնորհքի չափով որ ինձ տրված է Պողոսն ասում իմաստուն ճարտարապետ պես հիմք դրի բայց ուրիշը շինում է այսինքն հիմքը քեզ տալիս ենք Պողոս ասում է դու արդեն քո ապրելաձևով դու քո շինվածքը Աստծուն թույլ ես տալ որ քո կյանքում շինությունը սկսի դու ինքդ ես այդ շինությանը մասնակցում որ շինվի քո տունը հոգևոր տունը բայց միայն թե ամեն մեկը մտիկ տա ինչպես է շինում որտեղ ոչ ոք ուրիշ հիմք չի կարող դնել քան որ դրված է որ է Հիսուս Քրիստոս այսինքն հիմքը ճիշտ դրված է բնում է տունը ճիշտ շինվի Եվ ինչ ասում Եթե մեկ այս հիմքի վրա շինե ոսկի արծաթ ազնիվ քարեր փայտ խոտ եղեք ամեն մեկի գործը պիտի հայտնվի որ օրը երևցան է որովհետև կրակով պիտի հայտնվի եւ ամեն մեկի գործը թե ինչպես է կրակը կփորձե եթե մեկի գործը որ շինեց հաստատ կենա վարձ կառնե եթե մեկի գործը այրվի վնաս կքաշե բայց ինքը կապրի այլ այնպես ինչպես թե կրակով անցած սենց ասած չգիտեք որ դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակված է ձեզանում եթե մեկը Աստծո տաճարն ապական է Աստվածը նրան կապական է որտեղ Աստծո տաճար սուրբ է որ դուք եք հələ որ սուրբ եք ուշադրություն դարձեք սա գրում է
Կորինթոսում եղած սուրբերին, Կորինթոսում եղած հավատացյալներին, անհավատներին չի գրում այս, դամակ անհավատներին չի ուղված։ Իհարկե անհավատները կարող են կարդալ, շնորհք առնել, ապաշխարեն, փրկվեն, բայց կոնկրետ հասցեատերը մի հատ օրինակ կար, ասում եմ, երբ որ դու լապտերը վառում եք, գցվեք պատին։ Հիմա ես որ գցում եմ պատին, ուզում եմ, տեսնեմ են ի՞նչ է պատի վրա։ Գցել եմ դրա վրա, կամ էլ ստեին նստողին եմ ուզում տեսնեմ։ Գցվեմ, ինչ-որ մի աստղի վրա, լավ աստղին են միշտ լապտերի դեմ անստած։ Գցվեմ լապտերը աստղի վրա, ուզում եմ տեսնեմ։ Բայց լապտերի կողերից լույսը գցվում է մյուսների վրա էլ, հետևի նստողի, դեմի նստողի, կողերի նստողի, բայց ասենք ոնց ասեմ, էպիկենտրոնը, հա, դենց ասեմ, նպատակը ցելը, ոնց ասած, գցված է այս մարդու վրա։ Թեև կողից որոշները լուսավորվում են։ Նմանապես էլ թեև շատ խոսքեր կա, որ շատերը կարող են օգտվել, բայց այստեղ Աստծո եկեղեցին է լույսի տակ, նրանց է ուղղված խոսքը, այդ լույսը նրանց վրա է գցված, և ինչ է ասում, եկեղեցու անդամները շատերը այո, կարող են անգամ, չէ որ դուք Սուրբ Հոգու տաճար եք, որ հոգին ձեր մեջ է բնակվում, բայց այսպիսի լինողներից ոմանց ասում է, հնարավոր է այնպես օր գա, որ ոչինչ չստանա, որպես թե կրակով անցած, իր ամեն ունեցածը կրակը վառեց, ինքը մնաց մենակ իր անձի հետ, ոչինչ չի ստանա։ Եվ հլա ավելին, եթե գնանք, հետագայում կտեսնենք, որ ինչ ասում, զրկվելու ենք, անգամ Աստծո տաճարը դուք եք, որ սուրբ եք, բայց այդ հլը որ այն ձևի չեք ապրել, որ ժառանգությանը պետք է պինդ բռնեք, ստացել եք բռնեք, փրկություն ստացել եք պինդ բռնեք, այն մյուս բաները ստացել, պսակը ստացել ես պինդ բռնի, բայց եթե չէ, այդ սուրբ լինելով հանդերձ, մեկ էլ եթե դու պղծված, անձդ էլ ես կորցնելու։ Ում մասին է խոսում, մեկի մասին, որի մեջ Սուրբ Հոգի կա։ Եկին է խոսում, կամ մեկ ուրիշ հատված կարդամ ձեզ համար, ուրեմն երկրորդ Կորինթացիների 5-րդ գլխի առաջի խոսքից կարդամ, որտեղ գիտենք, որ եթե մեր վրանի երկրավոր շինվածքը քանդվի, մեր մարմնի մասն է, մեր կարելի ասել, մարմինը հոգու վրանն է։ Աստծուց մի շինվածք ունենք անձեռագործ մի տուն, որը հավիտյան է երկնքում։ Եվ հենց սրանում հառաչում ենք, ցանկանում ենք հագնել մեր վրա բնակությունը, որ երկնքիցն է։ Միայն թե երբ որ այն հագնենք, մերկ չգտնվենք, որտև մենք այս վրանի տակ լինողներս հառաչում ենք ծառայություն կրելով, որ չենք կամենում հանվել, այսինքն չենք ուզում մարմնից դուրս գալ, մի անգամ ուզում ենք փոխել երկնային էակ, հափշտակության նման։ Այն ուզում ենք սրա վրա հագնել, որ մահկանացուն կյանքի մեջ ընկղվի։ Բայց այս բանը մեզ հաջողվել տվող Աստված է, որ հոգու գրավն էլ տվեց մեզ։ Նրա համար ամեն ժամանակ համարձակություն ունենք, գիտենք, թե մեր այս մարմնում կենալով Տիրոջից օտարանում ենք, որտեղ հավատքով ենք գնում, ոչ թե երևույթով։ Եվ շարունակում է։ Ասում է, եթե մարմնից դուրս գանք, այդ երկնավոր վրանը կհագնենք, արդեն հավիտենականը, երկնային կյանքինը։ Ուշադրություն դարձրեք, որ մենք ուզում ենք այնպես լինել, որ նորմալ գնանք, բայց այդտեղ մի հետաքրքիր հարց է, նայեք, որ մերկ չգտնվեք երկնքում։ Այսինքն ոչինչ չունեք։ Կա անգամ մի թեկուզ փրկված, բայց անժառանգ եւ անվարձ։
Ոչ ժառանգություն ստացար, ոչ էլ վարձ, որտեղ այնքան էլ լավ չապրեցիր որպես Աստծո զավակ, որպես Աստծո մարդ։ Լավ չապրեցիր։ Հələ էսի կորստի մասին չի խոսում։ Հələ մերկության, երկու հատված մերկության մասին է խոսում։ Մերկ չգտնվենք երկնքում, այսինքն մերկ այս մարմնի մերկության մասին չի։ Այսինքն ոչինչ Այն որ մարդիկ մեկ ուզում են ասեն, որ ոչինչ չունեմ, ասում են ամեն ինչ կորցրին, չպլախ կանգնանք մի կողմ։ Այսինքն չասիկ անտուն, անունեցված, չպլախ նկատի չունի շորջ քաղաքները։ Չէ, դες դարձված կա, չէ, հայերենում, որ մերկ մնացինք, այսինքն ոչինչ չունեցանք, ամենը կորցրել ենք։ Մերկ եկանք մեր ասենք տնից փախանք կամ եսիմ ինչ ամեն ինչ կորցրեցինք սա այդ այլաբանությամբ է խոսում նայեք որ երկնքում մերկ չգտնվեք թեկուզ փրկվեք հասնեք երկինք ձեր ընկերները ժառանգություն նոր Երուսաղեմի բնակիչ դες Երուսաղեմից հանել են դուրս ով որ ժառանգություն ստանում է նա Երուսաղեմում կմնակվի սուրբերի ժառանգություն իհարկե ուրիշ ժառանգություն էլ կա Բայց այդ ուրիշ ժառանգություն էլ չեն ստանա։ Մերկ հայտնության 3-րդ գլխի առաջի խոսքից եւ Սարդեսի եկեղեցու երեշտակին գրիր։ Սա է ասում Աստծո 7 հոգիները եւ 7 աստղերը ունեցողը։ Իհարկե մի սրա վերջից կարդամ, հետո նոր արանքում կարդամ։ Օրական ջունի թողնեցի թե հոգին ինչ ասում եկեղեցիներին։ Շատ ժանակ լսել եմ են մարդկանց հետ հակա ճարվել եմ կամ իրանք են հակա ճարել, որ ասում են օր վեստին ծնվավ, օր Սուրբ Հոգու մկրտավ, կորուստ չունի։ Վեստին ծնված էլ չի կարա մեռնի։ Ասեմ, բա ոնց է որ մենք տեսնում ենք եկեղեցու, ուրեմն ինքը վեստին ծնված չի, ուրեմն ինքը ես չի, լավ, դու չես նկատում վեստին ծնվածա թե չէ, ես չեմ նկատում։ Մենք դրել ենք իրանց վեստին ծնվածի տեղ, օրինակ ենք բերում որ ինչը բանոց կորավ, ասում ես ուրեմն ինքը Աստծո զավակ չէ, դու ես կարծես։ Հիսուսն էլ կարծի որ ինքը Աստծո զավակ է կամ չէ։ Հա, Հիսուսի խաբել կլինի։ Դե Տերն է ասում սա։ Ուշադրություն դարձրեք։ Ասում է, սա է ասում Աստծո 7 հոգիներ եւ 7 աստղեր ունեցող։ Տեր Հիսուսի մասին է, չէ՞ Տերը կանգնած է 7 հոգիներ, 7 աստղեր, չէ՞։ Եվ ասում է, գիտեմ քո գործերը, որ անուն ունես թե կենթանես, բայց մեռած ես։ Ումն է գրում։ Եկեղեցու առաջնորդին եւ եկեղեցուն, որտեղ կարող մեկ ասի, չէ, միայն եկեղեցու հրեշտակն է։ Բայց վերջում ինչ որ Ավորական ջունի թողնեցի ինչ որ հոգին ասում է եկեղեցին։ Ասում է եւ Տեր Հիսուսը, ասում է եւ Սուրբ Հոգին։ Դեմից ասում է Տեր Հիսուսն է ասում, վերջում ասում է հոգին է ասում։ Նույնականացում է նրանց խոսքը։ Նույնն են, մեկ մտքի, մեկ սրտի, մեկ Հայր Աստված, Սուրբ Հոգին եւ Տեր Հիսուսը նույն գաղափարը, նույն հասկացությունը եւ նույն ընդդումը ունեն։ Դրա համար ասում է Արթուն եղիր հաստատ իր մնացածներին, որ մեռնելու մոտ են, որտեղ քո գործեր կատարել չկտա Աստծո առաջին, արդիշիր թե ինչպես ընդունեցիր եւ լսեցիր եւ պահիր ու ապաշխարիր, ումն է ասում հովից բռնած եկեղեցուն, ապաշխարիր, իսկ քիմիկան ասում է, չէ, այսպիսիները Աստծո մարդ չեն, հենց նոր պետք է ապաշխարեն, բայց դե ումն է գրում եկեղեցուն ոչ թե անհավատ մարդկանց ապաշխարության է կանչում մեռնելու մոտ են գնում են եւ ինչ ասում ապա եթե չարտնանաս ես կգամ քեզ վրա գողի պես եւ չես իմանա թե որ ժամը քեզ մոտ կգամ բայց մի քանի անձիկ ունես Սարդեսի մեջ որ իրենց հանդերձները չկեղտոտեցին Ուշադրություն դարձա, վարքը մաքուր բայց իրենց հանդերձները չկեղտոտեցին։ Նիստուկացը մաքուր մնաց։ Եվ նրանք սպիտակներով ման կգան ինձ հետ, որովհետև
արժանի են, որ հաղթում են, նա սպիտակ հանդերձներ կհագնե եւ նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջի։ Այսինքն մնացած բոլորի անունը գրված է կյանքի գրքում էս եկեղեցու անդամների։ Բայց ոմանցը չի ջնջվի, մնացածինը կջնջվի։ Տերը անհավատների անունը չէր գրել կյանքի գրքում։ Չապաշխարածների անունը, ոչ եկեղեցու անդամներինը, ոչ մկրտվածներինը։ Եվ ասում է կդավանեմ նրա անունը իմ հոր առաջին և նրա հրեշտակների առաջին, ով որ ականջունի թող լսե, թե հոգին ինչ է ասում եկեղեցիներին և ուրիշ եկեղեցիներ նորից հետաքրքիր ասում է, ոմանք մեռած են, ոմանք են մեռնելու մոտ են, արդեն ոմանք գնացին, կորան, գոնես մնացածը որ գնում են դեպի կործանում, դրանցը փրկի, ասենք Աստծո խոսքով։ Եվ ես թեկուզ Ֆիլադելֆիայի եկեղեցում ասում է հրեշտակներից սա է ասում սուրբ է ճշմարիտ է Դավթի բանալին ունեցող բանում է եւ ոչ ոք չի կարող փակի եւ փակում է ոչ ոք չի կարող բանա։ Գիտեմ քո գործը ահա քո առաջին մի բացված դուռ դրի եւ նրան ոչ ոք չի կարող փակել այդ դուռը որովհետեւ քիչ զորություն ունես եւ իմ խոսքը պահեցի եւ իմ անունը չուրացա։ Այս տալիս եմ սատանայի ժողովրդի ձևողներին, որ իրենց համար ասում են թե հրյա են եւ չեն, այլ սուտ են ասում։ Ահա կանեմ նրանց, որ կգան եւ քո ոտքերի առաջին երկրպագություն կանեն։ Եվ ճանաչեմ, որ ես սիրեցի քեզ։ Այդտեղ ամեն ինչ չեմ մեկնում, որտեղ մեկնեմ շատ ժամանակ խլի։ Եվ ինչ ասում, որտեղ իմ հարբերության խոսքը պահեցի, ես էլ կպահեմ այն փորձության ժամիցը, որ գալու են այս աշխարհի վրա, որ փորձի երկրի վրա բնակողներին։ Ահա ես գալիս եմ շուտով պահիր այն, որ ունես, որ ոք չառնե քո պսակը։ Ասենք ինչա։ Պսակդ կորցնել կարաս, բայց սա հավատացյալների համար է։ Ոչ ոք չառնի քո պսակը, ով հաղթում է, սյուն կանեմ նրան Աստծո տաճարում եւ այլևս դուրս չի գա։ Եվ նրա վրա գրեմ իմ Աստծո անունը եւ իմ Աստծո քաղաքի անունը, այն նոր Երուսաղեմի անունը, որ իջնում է երկնքից։ Բայց ուշացում դասում, սյուն կանեմ եւ այլևս դուրս չի գա, այսինքն ոմանք կան սյուն էին, բայց դուրս եկան։ Ինչ որ սյուներ կան, որ հաստատվեն, այլևս դուրս չեն գա, բայց որոշ սյուներ կան դուրս եկան։ Անգամ սյուն մարդիկ դուրս եկան։ Պատկերացնում եք, որ եկեղեցու մեջ սյուներ են հելե։ Պողոսն իր թղթերից մեկում ասում սյուներ կարծված էին, չէ՞։ Բայց կորցրին իրենց սյուն լինելը։ Մտել են եկեղեցու, մկրտվել են, Սուրբ Հոգով էին մկրտվել, որտեղ այդ ժամանակվա եկեղեցում տարօրինակ էր, որ Սուրբ Հոգով չմկրտվես։ Ջրով մկրտվել էին։ Սյուն էին կարծվել, դարձել, բայց կորցրին իրենց սյուն լինելը։ Թող մեկը չխափի, թե հենց վերստից ծնվար, հավատացյալ դարձար, մկրտվար, երկու օրուց չունես։ Այստեղ Տերն է խոսում, Տերը չի սխալվում, որ կա ոմանք են մտել մեր մեջ, երևի հավատացյալ չեն, դրա համար թողեցին, դրա համար կորան։ Հենց հավատացյալ լինողներին ասում, սուրբ լինողներին է ասում, մկրտվածներին է ասում, վերստից ծնվածներին է ասում Տերը։ Տերը ձեզ օրհնի, ժողովուրդ ջան։ Երանի մենք ջանք անենք, ծուլությամբ չնստենք։ Խիկո եղբայրը, որ ասի շատերը չեն համարձակվում։ Այո, ճիշտ է, բայց ոչ մի խումբ էլ կա։ Ոչ թե չեն համարձակվում ծառայել, այլ իրենց շահը ավելի սիրեցին, քան Քրիստոսինը։ Նրանք չեն ուզում ժամանակ ծախսեն Տիրոջ ծառայության վրա։ Նրանք փող են աշխատում։ Իրենց տներով են զբաղված։ Իրենց գործերով են զբաղված։ Ասում ժամանակ չունեմ, մեկի տենես ընտանիքը վերցե, երկա ժամանակ գնացել են հանգստանալու։ Այդ ժամանակը որտե՞ղ ճարեցի, ես չեմ ասում չլինի այդ հանգստությունը։ Ասում ժամանակ չունեմ ընդհանրապես Տիրոջը ծառայելու, այդ ո՞նց է լավ քո հանգստին ժամանակ կտար, քո քեֆերի ժամանակ ճարեցիր։
եւ ուրիշ բաներին։ Տիրոջ համար ժամանակ չկար, տերն ասում է ես է քեզ ժամանակ չեմ տա։ Գնա։ Ուրեմն ժողովուրդ ջան, վտանգավոր ժամանակներ են։ Սուտ վարդապետությունը, բայց ամենավտանգավոր թշնամին ամեն մեկից մեջ է։ Մեր ամեն մեկից ամենամեծ թշնամին մեր մեջ է։ Ծուլությունը, հպարտությունը, չարախոսությունը եւ այլ, որոնք որ հակառակ են ասել մարմնից առաջնորդողներ։ Մարմնի ցանկություններն են մեր մեջ։ Դրա համար Պողոս ասում է մարմնին լսես գնալ ես մահ։ Ում նա ասում վերստին ծնվածին, բայց եթե հոգուն լսես գնաս կյանք։ Չի ասում որ վերստին ծնվել է արդեն կորուս չունի։ Անկամ իր համար ասում, եթե ես մարմնավոր ապրեմ կմեռնեմ։ Բայց եթե Աստծո հոգով առաջնորդվեմ, կապրեմ։ Թող մեկը չխապի, որ մեկ արդեն Աստծո Սուրբ Հոգին ստացել է, էլ եւ վերջ էլ մարմինը չի կարա նրա վրա, կարծես։ Մի հատ տեղ տվեցիր կարա։ Անմիջապես կգա։ Էն էլ գիշեր-ցերեկ արդեն սպասում է այդ օրվան, էլ ժամին փափագելով։ Ցես ծաղկե փունջը երբ է ինձ լսելու։ Սինու ծաղիկներ էլի։ Ասում եմ սանած ասես ծաղիկի չի, ասում մի 10 հոգի չեն ասում սանած ասես ծաղիկի չի, ոչ թե ծաղկե փունջ։ Հիմա մարմինը ծաղկե փունջին է սպասում։ Մեկը չէ։ Շատերը հնազանդվեն իմ ձայնին, իմ ցանկությանը։ Ես նրանց իմ քեֆերը կատարեմ, հետո հոգին կորմա թող կորի ինձ ինչ ես մարմենից քեֆերն անեմ, թող հոգիները դա կորի, ինձ ինչ։ Մեկը ես մեռնող եմ, փտող եմ։ Մեղքնել մահվան ձեռով մահներ ասում է, այս հոգին քիչ իմ ձեռը, այ մեղք։ Մարմնի ձեռով։ Մահը մեղքին է օգնում, մեղքը մարմնին է օգնում։ Իրար օգնելով ուզում են հոգին կորցնել։ Տերը ձեզ պահի, աղոթք անենք, վերջացնենք։